Երբ որ մենք պարկում էինք մի կողմի մահճակալին ես էի պարկած մյուս կողմին ինք եւ դեռ լույսը չհանգեցած կամ ինձ ասում էր քնել ես ասում էի չէ աղայ հայր լսում եմ եւ պատմում էր խոսում էր պատմեր ես լսում էի Հուզվեցիք գիտեք մարդիկ հետ են գնում ուզում էի Հետո ասում են նա դե քնի հերիք է դե քնի այս մենց բան է որ բոլորն են հետ գնում Միսու արյուն է դա ձուլվել է իմ մեջ ձուլվել է ես չեմ կարող դա հեռացնել ինձանից չեմ կարող դա իմ կյանքն է Դա իմ արյունն է, իմ էությունը, ես դրա մեջ եմ տեսում, այդպես է, դա անկրկնելի երևույթ է, հիմա էլ կան շատ սիրող ամուսիններ, հիմա էլ կան շատ սիրող ծնողներ, կան, ով իր թոռանը չի սիրում, ով իր երեխային չի սիրում, բայց այդ ժամանակ տարբերվում էր, դա ուրիշ էր, բացառիկ է, այդքան զսպվածություն, այդքան ժլատ խոսքերի մեջ այդքան իմաստ այդպիսի ապրելակերպ նրա ախ ու վախը այդ ժամանակ շատ էր էլի այն որոք պաշարը շատ էր ես էլ ծնվել մեծացել եմ մի միջավայրում գյուղական մի միջավայրում որտեղ գյուղի 100% բնակիչները արևմտյան Հայաստանից գաղթած հայեր էին Այդ բարերը եղերնվային դրանք ինձ արդեն շատ վրդովեցնում են մարդիկ որոնք այդ յաթաղանից պրծած եկել էին եւ ցավը նաեւ երկով էին արտահայտում ցավը իրենց երկով էին նաեւ արտահայտում Այդ մարդիկ այդ գյուղը որտեղ ես մեծացել եմ իմ առաջի համալսարանը եղել իմ կյանքի համալսարանը այն ծերունիներն էին այն մարդիկ որոնց ինձ համար միջի հիմա անփոխարինել էին նրանք ուրիշ հոգուտեր մարդիկ նրանք ուրիշ մտածողություն ունեին տառաճանած չէին անգամ բայց այդ իմացությունը այդ զսպվածությունը այդ հաղորդման մարդկանց հետ առնչվելու շփվելու իրենց այդ հատկանիշը բացառիկ էր ես չեմ պատկերացնում այդպիսի մարդիկ ինչպիսի կան եւ չգիտեմ դա ճակատագրի բերում էր թե ինչ ես էլ հենց փոքրից շատ ընկերներ հասկանալի է հասակակից բայց ես շատ այդպես այդ ծերունների տնկների վրա մեծացա ինչքան հավաքներ կար իմ հորս հետ գնում էի եւ վայելում էի այդ մարդկանց խոսքն ու զրույցը այդ գեղեցիկ զրույցը որոնցից շատ բաներ իմ հիշողության մեջ մնացին թե ինչպես էին ապրում մարդիկ ինչ արտահայտչած ձևեր ունեին ինչպես դրանց հոգուց դուրս եկող այն ծուխը այն արտահայտության ձևը իմ մնացել է Գիտեք ինչ հիշեցի Թումանյանի կանաչ վիթխարի ինքուզենու տակ Ձեր նկարագրությունից միանշանակ այդ պատկերներն է կանաչ պատկերացրեք այդ հսկա երևույթ է եւ դրանցից կյանքից բնական է մահը բոլորին է դրանցից ով որ կյանքից հեռանում էր ինձ համար դա ամենամեծ ցավն ու վիշտը ես շատ դժվարություն էի բաժանվում դրանցից Պարոն Բաղդասարյան դուք ասացիք ձեր խոսքում որ ձեր հայրը եւ եղբայրը երգում էին Այսինքն ձեր գենում երաժշտություն ընկալել երաժշտությունը փոխանցել կար Սասունի արտգունք գյուղից է արտգունք Սասունում հայերը քրդախոս են եղել մուշի կողմերում թուրքերենի են իմ հայրը հիմնականում քրդական երգեր էր երգում որովհետև իր միջավայրը դա է եղել քրդական երգեր բայց այդ երաժշտական ունակությունը այնքան մեծ էր որ հայերեն երբ որ լսում էր հայերեն երգեր առանց գրաճանաչությամբ կարողանում էր մտաբերել երաժշտությունը հիշողությամբ մտաբերում էր եւ
այդպես երբ որ երգում էր, իհարկե հայերեն երգել քիչ է երգում, իսկ երբ որ հարսանիքներ, խնջույքներ էին լինում բան, ծերերը, մեր բիձեկը պարտադրում էին իմ հորը անպայման երգի Բերիվանուն է երգի զմբիլ ֆրոշ երգի եւ կարծես մինչև առավոտ երեխաներ ջահելները պարատուն էին գնում երկու բարի սեղանին մնում էին այն մարդիկ որ ասում են գյուղի տերերը մեծերը եւ պարտադրում էին իմ հորը խնդրում են ամեն մեկը իր պատվերն ուներ թե որ երգը պետք է երգի եւ գարնանային աշխատանքների ժամանակ մարդիկ կային որ լուցկ ունեին եզներ ունեին արոր ունեին բան որպեսզի գային իմ հոր արտը տնամերձը վարելու սիրով գալիս էին մենակ այն բանի համար որ իմ հայրը պետք է իրենց համար երգեր եւ յուրատեսակ արհեստի էր վերածվել այդպես է մնա իմ հորից է անցել իմ հորից է շատ բան եմ ժառանգել ես սիրահարված եմ այդ ծերունիներին երբ որ ես բանակից արձակուրդ եկա մոտ 85 տարեկան հասակում Բաղդո էինք ասում Բաղդասար առաջին մարդը որ իմ հետ ընկերություն էր անում այդ ծերերի հետ ես ընկերություն առաջին մարդը որ եկավ մեր տուն մտավ ինձ ողջագրվեց հորս շնորհավորեց որ եկել եմ ապո Բաղդոն էր ես այդպես եմ հասկացել մարդկանց երբ մտածի ընկերների շրջապատում երգում եմ եւ ինչն էր կարեւոր որ ասեց ինչ կարող ես երգել մտածեցի եթե երգել է անհրաժեշտ ես ուրեմն ցրոնքի պատերազմի հերոս նախատակ Գուրգեն Եվրոպեն Գուրգենի նախատակության վերաբերյալ Իսահակյանի հեղինակությամբ երգ կա որ իմ հայրը եւ եղբայրս անընդհատ դնդանում էին ճիշտ խոսքերով բան եւ հետագայում երբ լսում էի աղավաղված մի տուն այստեղից մի տուն այնտեղից երգում էին եւ ես այդ երգը ներկայացրեցի երգեցի անժանակ զիլդրայնունի երգեցի այդ ասեց էս նոր բան է դա նոր չասի Ընկեր Մուրադյան, ես իրեն դեռ Ընկեր Մուրադյանով եկություն, սա Իսահակյանի խոսքերն են, Իսահակյանի հեղինակությամբ երգը, իմ հայրը հայերեն երգեր քիչ է երգում, բայց ես երգը տարիներ շարունակ ինքը մրմնջում էր, երգում էր եւ իմ հիշողության մեջ մնացել է։ Եվ այդ մի փորձից հետո ինչպես իմ հետագայում իմ ընկերներն ասեցին, ոչ ոք այդպես չէր եղել, եկավ ու մտավ, եկա հաստատվեցի, կանոնավոր փորձերին էի գնում,